Տոքսիկ ղեկավարները ընդունում են իդեալական զոհերի։ Այո։ Այն մարդկանց, ում իրանք ակնհայտ տեսնում են, որ սահման կարող են խախտեն։ Մարդուն, ում որ պետք է լինելու, բացի աշխատանքային պայմանավորվածություններից ու պայմաններից դուրս, ինչ որ էլի աշխատանք, ու ինքը ակնկալելու է դա իր բոլոր աշխատակիցներից, շատ հարմար է աշխատել մարդու հետ, ով որ սահմաններ դնելու հետ խնդիր ունի։ Չէ ասելու հետ խնդիր ունի, ագրեսիայի հետ խնդիր ունի, ինքնապաշտպանության հետ խնդիր ունի, բոլորին հաճոյանալու հետ խնդիր ունի, որի արդյունքում ինքը չէ կարում հետո այդ գործից դուրս գա։ Միանշանակ, չէ, գիտես, այդ երբեք միանգամից չի լինում հետո, քեզ սկզբից ինչ որ ընդունում են աշխատանքի ինչ որ մի պայմանավորվածությունով 9-ից 6-ը, 9-ից 6-ը դառնում է 8-ից 7-ը, 8-ից 7-ը դառնում է նաև շաբաթ-կիրակի, դառնում է որ դու ուրբաթ էլ պիտի պատասխանես բոլոր զանգերին եւ այլն, ինչ որ քիչ, ու դու անընդհատ այդ քո սահմանները ընդլայնում ես ելնելով ինչ որ պատկերացումներից, որ դու պիտի լինես լավ աշխատող, որ իսկ ով բացի ինձնից, դե ինձնից ակնկալում են, դե բղավեց, դե կոպտեց, դե ես վախում եմ իրան ասեմ, չէ, ինչ որ հավախում եմ ասեմ, չէ, դե աշխատանքից կհանի, դե նկատողություն կանի, իսկ նման մարդիկ շատ ֆանտաստիկ մանիպուլացնում են, իհարկե նաև ձայն բարձրացնելով ու կոպտելով եւ այլն։ Ու արդյունքում դառնում է, որ դու անվերջ սպասարկում ես ուրիշի ակնկալիքները քեզնից, որոնք դուրս են քո աշխատանքային պատասխանատվություններից։ Ու մարդիկ, ովքեր ակնկալելու են նման աշխատանք, հստակ ընտրում են նման աշխատակից։